արգելքները, շանտաժը եւ հայկական ապրանքների նկատմամբ հետապնդումները, եւ Ռուսաստանի ստախոս բացատրությունները, թե ինչու այդ ապրանքները հանկարծ վատը դարձան։ Այս ամենը Հայաստանի բնակչին դարձնում է ավելի սթափ, ավելի գիտակից եւ ստիպում է սթափվել յուրաքանչյուրին, ով մինչ այժմ աղոթում է այդ ստախոս եղբոր համար։ Ինչը տեղի ունենում մեզ հետ, երբ մեզ սպառնում են, մեզ վրա գոռում են եւ մեզ վերաբերվում են որպես իրենց դրուկների։ Մենք սկսում ենք հասկանալ, որ հսկայական սխալ ենք գործել, երբ 30 տարի աշխատել ենք միայն մեկ շուկայի հետ։ Ահա թե ինչու Ռուսաստանը չէր ցանկանում Հայաստանի հաշտեցումը հարևանների հետ։ Ահա թե ինչու էլ մեզ թշնամացնում հարևանների հետ։ Յուրաքանչյուր հայ պետք է հասկանա, որ մենք հսկայական ներուժ ունենք ներքին շուկայում։ Չօգտագործված ներուժ, որը հնարավորություն ունի օգնելու երկրին։ Ես արդեն 8 տարի իմ նյութերում կոչ եմ անում գնել հայկական ապրանքներ։ Ի դեպ, մարդիկ հենց այդպես էլ անում են։ Բայց այսօր դրա մասին պետք է խոսել ամեն օր եւ կոչ անել մեր հայրենակիցներին շեշտը դնել հայկական ապրանքների գնման վրա, հատկապես այն ամենի, ինչ Ռուսաստանն արգելել է։ Հավատացեք, մենք կարող ենք խնդրի 303-ին փոթոսը լուծել, բայց անհրաժեշտ է դա անել կազմակերպված ձևով։ Ավելացնենք ջերմուկի, ծիրանի, ելակի եւ Ռուսաստանի կողմից արգելված մյուս ապրանքների գնումները։